Մաքիավելին ասում է, որ նոր իր 15-16-րդ դարերն ասում են, այս նոր ժամանակներում նոր բան որոնել պետք չի, անտիկ աշխարհ եք նայում, անտիկ աշխարհում բոլոր հարցադրումները կան, որոնք հետո լուծում են բանջում, այս վերադարձեք Արտաշեսյան կամ Տիգրանյան, չգիտեմ ինչ կուզեք, բայց ըստ էության հիմա ավելի կոնկրետ է հարցը, Տրթադ Մեծի եւ Գրիգոր Լուսավորիչի հիմնադրած երկար թվի քրիստոնյա պետության ինդիգենացված իմաստով վերածնունդ է տեղի ունենում, դրանից է նաև Ռուսաստանի կատաղությունը, որ ինչ ոհմակներ ունի Հայաստանում փողոց է լցրել եւ դրսից է կազմակերպել, որովհետեւ մարդիկ գիտեն, թե ռուսական գաղտնիծառայություններ որպես կանոն հայությանը շրջապատել են նաև սփյուռքով, եկեղեցի եւ այլն, այստեղից է սակադրությունները, այստեղ ուղղակի մեր իշխանություններին պետք է ցանկանալ քննադատել ավելի հետևողական չլինելու, ավելի բեղմ լինելու համար, որովհետև այսպիսի խախուտ ժամանակներում, երբ դեմոկրատական ընթացակարգ է ինքը օրենսդրություն եւ ավտորիտար տենդենսներ շատ պիտի ուժեղացնել։ Դեմոկրատական երկրում քաղբանտարկյալներ ունենք, պարոն Շիրինյան։ Քաղբանտարկյալ չունենք, ոչ թե քաղբանտարկյալ։ Ասում են Սամվել Կարապետյանը Սամվել Կարապետյանին ով էր կանչել Երևան, որ քաղբանտարկյալ է դարել։ Նա գործողում է եկել, ընկել է այնտեղ, որտեղ պետք է լիներ։ Եվ հիմա իր կալանքի հետ կապված ամեն ինչ արդարադատության հետ է կապված, թե քաղաքական հենց միտումներով։ Թե Ռուսաստանի պարական, եթե ինձ թվում է, չեմ կարող դա ասեմ, եթե Պուտինի պարական չլինի, վաղուց արդեն դատել են շպրտել են կողքի, որովհետև ոչ մի հայ աշխարհում իրավունք չի վերապահված, ով էլ լինի, ինչ ներդրում են արած լինի Հայաստանի քաղաքական կարգի եւ քաղաքական իրականության հարցը դնել։ Բայց նրա պաշտպանական կողմը հայտարարեց, որ Հայաստանի նկատմամբ հարձակում են գործելու ամեն օր միջև այն լավ բառ կասել, առհատ։ Բայց ուղիղ իմաստով մարդը հասել է զուտ միջազգային իրավական նորմերի մասին է խոսքը։ 1000 անգամ ասեցի զուտ հայկական իմաստով, որոնք չկա այդպիսի բան չի կարող լինել։ Ուրեմն քաղբանտարկյալ Հայաստանում չկա, քաղաքալացյալ էլ չկա։ Մենք տեսնում ենք այլապես եթե դա լիներ, առաջի հերթին ոչ թե մարդիկ կմեկուսացվեին, այլ այս լրատվական կառույցի աղբը կհավաքվեր, այդ կայքեջեր, SS, fake եւ այլն ինչ որ անում են։ Դա է պետք փակել, ոչ թե որևէ մեկին քաղաքական աշխարհայացքի համար, որտեղ նրանք քայքայում են։ Եվ նաև կուզենայի, որ իշխանությունը այդպես որվել, ինչու, որտեղ սրանք միկրոսկոպով ուշադրության կենտրոնում են դրսից, հատկապես Մոսկվայից, եւ այստեղ թույլ չպիտի տալ, նաև բանից մեր բարեկամներ արևմուտքում պիտի տեսնեն, որ Հայաստանում դեմոկրատիայի հաղթանակ կա իր դժվարություններով եւ արտարադատությունը։ Առաջի բլանում այդ անհեթեթություն է, այն մի բան կա Արքեպիսկոպոս կար, նստած գեներալ չունեք, կագեպե չունեք, հելն ասում է, բայց արդար բան եմ արել, հեղաշրջման փորձ, ես դրա համար ինչ պետք է ասեմ, առաջարկեմ, էլի, ցանկացածի համար, եղբայր, ուրեմն գոնե, Օքսֆորդի քաղաքագիտական բառարան հայերենով թարգմանած կա, կարդում եք բառերը, գործում եք դրան հասկան։ Ոչ թե գալիս եք էլ գինեկոլոգին հանուն բերում դնում եք եւ սկսում եք գինեգործության մասին դասախոսություններ լսել իրենից։ Բայց այն բառարանը Օքսֆորդի համալսարանին դեմ եք բան հայերենով թարգմանած կարդացեք, տեսեք քաղբանդո, չեմ յա։ Ուրեմն ինչ ստացվեց, երկիտ կողոպուտի, գանձակողության բոլոր կարկառուները քաղաքական են։ Այդ դեպքում ուրեմն պետք է գնդակարվեն, եթե քաղաքական են։ Այսինքն ինչ անհեթեթություն է, ճգնաժամ առաջացնում են, բայց իրենք մեծ վնաս են տալիս, որն է դա։ Ում են վնաս է տալիս, մեծ վնաս, ասեմ ինչու, որն է դա։ Հայաստանում հեղափոխությունից հետո ծնվել են բազմաթիվ կուսակցություններ։ Այդ թվում նաև բառացիորեն հեղափոխության ծնունդ են ձեր աչքի առաջ ձեր Օրինակ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունները։ Հիմա սա միլիարդատերը եկել ռեսուրսով մի քամի արել, իբր Քոչարյանի ու ուրեմն Սերժ Սարգսյանի միշիկների ռեսուրսը ֆինանսական բավարար չէր, այդ լրատվություն եւ այլն հիմա ժողովրդի մոտ խապկանք է առաջանում, թե իրենք քաղաքական ուժ են, բայց եթե քաղաքական չեն, օտար ուժ են եւ անես տնեն կողքի, բայց նաեւ մենք ԿՊ-ն չի կարող, երկիրը բազմակուսակցական պետք է լինի։ Նայեցեք, խորհրդարանական հանրապետությունը, որ մենք ենք սահմանադրությամբ, ձգտումով, հայտարարությունով,
Եվ կարծում եմ նոր սահմանադրությամբ նաև խորհրդարանական որ դա արդյունավետ ձև է եւ պետք է լավացվի։ Ուրեմն այստեղ անպայման դա կուսակցապետություն է կոչվում։ Այդ կուսակցապետությունը այլ խոսքով պիտի ունենա գոնե 5-6 քաղաքական կուսակցություն, ոչ ռևանշիստական, ոչ չագերտավոր հեղափոխական, որ տերորիստական է դառնում էլի։ Այս բոլորը պետք է գցել անցյալներ։ Հիմա այս պայմաններում քաղաքացին ունի մեծ դժվարություն տեսնել քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության 5-6 տարվա աշխատանքն ու չարչարանք, որ ծնվում է։ Այսինքն սրանք այս քամին են անում, ծածկում են, լրատվություններն է տեսեք, առաջին հեռուստաընկերությունից սկսած։ Գիշեր-ցերեկ ինձ համար տարօրինակ է, ինչու է սրանց։ Ինչ է նշան։ Կուսակցությունն ինչ է։ Կուսակցությունը գաղափարախոսություն է, քաղաքական դիրքորոշում է, մարդկանց կանոնադրորեն կազմակերպված միություն է։ Այդ Հայաստանում այդ իրենց ձևով գաղափարի մարդ այդ կան կա 10 հոգի չի լինի այսինքն գնում են ռուսական ձևն է շուտան են կարող ախպեր բան այս կողմեն բայց քրիստոնյա ժողովրդավարություն օրինակ իմ խորին համոզման դրան էլ ես իմ ընկերների հետ նվիրվել եմ դա մեր ժողովրդի մշակութային հենքի վրա ձևավորվող կառույց է այնպես ինչպես գերմանական ԿԴՄ-ն Գերմանիայի որը վստահաբար եթե տեղավորվեց 5-6 տարում բազմաթիվ եւ այլն խորհրդարանում եւ դրանից դուրս մեր ժողովրդի ինքնության ավտոխտոն կերպարի վերադարձը հաստատ նպաստել տանելու հիմա ինչի եմ ասում սա այդ վերադարձը կապում եք այս վերջին իրացմանությունների հետ ես նույնիսկ չեմ բացառում Մոսկվայից նրանք գործողվել են որ այս քամին անեն որովհետեւ ԿՊ-ն մնա մենակ որպես կուսակցություն եւ այդ պայմաններում ելի չի առաջանա բազմագուսակցական քաղաքական համակարգ պիտի լինի որտեղ գոնե 3-ը պիտի լինեն աճ, ցախ եւ կենտրոն սա եթե սա պետության բանաձև է քաղաքագիտական եւ այլն բայց ինչ է լինում Թոպոհը սկսել են ոչ մի խոսակցություն չկա գաղափարախոսության քաղաքական դիրքորոշման մենք բառացնում Ռուսաստան այսինքն դատարկ տեղն են ամեն ինչ անում ոնց էր Հայաստանում հավաքվում են Սերժ Սարգսյանի հանրապետականը 3 միլիոն անդամ ուներ հեղափոխություն եղավ 3 մարդ իր կողքները չկանգնեց դա գուսակցություններ այսինքն նույն մոդելը սկսում է տեսեք ես ձեզ մի բան ասեմ եթե նկատել եք հիշեցնում եմ ցանկացածին Հայաստանում կուսակցությունների մեծ մասի անունը աղծականով է Բարգավաճ, Հզոր, ուրեմն Դեղին, Կապույտ դրանց ոչ մի կուսակցություն չի կարող լինել որովհետև կուսակցություններն ունեն իրենց ասեցի ինչև նաև անունները սոցիալիստական են, քրիստոնյա են, դեմոկրատական են, ինչ են, սոցիալ-դեմոկրատ են, ինչ են Սրա մասին խոսք չկա, բացի քաղաքացիական պայմանագիր այո այսպեսին է, բայց քաղաքացիական պայմանագիր չի կարող մենակ կուսակցապետություն ունենալ։ Չի կարող կուսակցապետություն պարտադիր։ Կարող է ունենալ արբանյակ կուսակցությունները։ Եթե արբանյակը համագործակցող կուսակցություններ են պետք, հիմա տեսեք ինչ կա։ Նաև իմանալու ընդդիմությունն էլ փաստորեն ուներ։ Ինչպես ընդդիմությունն էլ։ Ընդդիմություն պիտի ունենա ասեցի, չէ, աճ, ցախ, կենտրոն, որը մի մասը պիտի կառավարող լինի, մի մասը պիտի լինի ընդդիմություն, որտեղ ընդդիմությունը խիստ անհրաժեշտ է, բայց այն մոդելով, ինչպեսին Անգլիայում կա, Անգլիայի բան ընդդիմություն ինչպես է գոչվում, կառավարություն ինչպես է գոչվում, նշեք, ասում են նորին մեծություն թագավորի կառավարություն, նորին մեծություն թագավորի ընդդիմություն ոչ ռևանշիզմ, ոչ ֆաշիզմ, ոչ ուրիշի բան, ազդեցություն ներդնող ուրիշի գործիքակազմ։ Եվ այսպես սա մոդել է, նույնն է Գերմանիայում, տեսեք այլընտրանքային կուսակցության հանդեպ Գերմանիայում ինչ վերաբերմունք կա, որտեղ ենթադրում են ռուսական ազդեցությունը տակից մտել է եւ այլն։ Ուզում եմ ասել, սրանք պետք են։ Հիմա ձեր ասած ինչ կուսակցությունը, հիմա տեսեք Ես ենթադրում եմ, որ առաջինը ուրեմն Նիկոլը իր հեղինակությամբ կանցնի։ Այստեղ մենք խնդիր ունենք, մենք որպես պետություն, ինքը կունենա բավարար ձայներ 50+1, ինչու։ Թվում է թե իրենց պիտի պարտադրեն, որ չլինի,
դա չի կարող լինել, որ ժողովուրդը քվեարկի ինչ որ չափով եւ Այսինքն համոզված եք, որ 50 գումար, 50 եթե նա պլյուս 50+1-ը չի ունենա, եթե չի լինի այն կուսակցությունը, որը դաշինքի շանս կտա, այդ Հայաստանում կլինի աղետալի պետական ճգնաժամի վիճակ։ Երբ որ դուք մեծամասնությունը կառավարություն չեք կարող կազմել, ռևանշիզմը եթե կա, ձեզ հետ չի կա դաշինքի, կոալիցիոն կառավարություն եւ այլն նման կոմպրոմիսի չի կա, կունենաք մշտական կառավարական ճգնաժամ։ Ռոբերտ Քոչարյանն ասում է ձայների գողությունը կարող է տանել գողացողը ինքն է, ուրիշ բան չասի, եթե գող գա, այստեղ այդ սեգմենտում է, գող, կծող, խապող, գանձագող, ինչ ուզում են, այս բոլորը ընտեղ է, այդ ոչ մեկը, ես տարօրինակը գիտեք ինչ է այդ մարդկանց, օրինակ այդ բառերը չօգտագործել, բոլորը գիտեն իրենք են, իմ ասածով ոչի, բոլորը գիտեն, որ տեսեք, քանի վարչապետ ու նախագահ բոլորը քրեական գործով են, ասում ինչից Գանձագողությունից, մեկը մանկապարտեզ է գողացել, մեկը ավազ է գողացել սահմանների մեջ, մեկը փակել է հիվանդ, հիշում եք Մարալիկի ժամանակին դպրոցի հիվանդանոցի խնդիրը կար, 20 անգամ այդ օրերին ելույթ եմ ունեցել, ոնց կարելի է պատերազմով դե չկար պատերազմ իրադրության մեջ փակել հիվանդանոց եւ այլն։ Այդ բոլորը կարող է բանվորներն էին անում այն բաները, հա։ Ուզում եմ ասել, այդ գող բան կա անցյալի մեջ է, իրենց մեջ է։ Զուրդեղը բան չանեն, այդ բոլորը նախ չեն հավատա, ժամանակ էլ ճվադնեն։ Հիմա դրանով ուզում են լողանալ, բայց դա չի ստացվի։ Հիմա ինչ էի ուզում ասել, այստեղ այդ ճգնաժամերի ժամանակ միշտ լինում են քույր կուսակցություններ կամ համոզմունքներով մոտիկ կամ ազգային անվտանգության մոտ, որոնք կոալիցիա են կազմում Հայաստանում, ես ենթադրում եմ իրենց խնդիրը կառավարական մշտական ճգնաժամ առաջացնելն է։ Այդ պայմաններում կլինեն արդեն նոր ընտրություններ, եթե կլինեն հեղաշրջումներ, ցնցումներ եւ այլն։ Ուրեմն սա ամենավտանգավոր տարբերակն է, չնայած ժողովուրդն իրապարտ ոնց որ թե կատարած կլինի, դե ինչ որ է Նիկոլին ինք առաջ են հղել, բայց այդ Նիկոլը թվերն ունի թե չէ, էս է։ Այս սա շատ վտանգավոր վիճակ է, սա է, որ մնացածը իրենք իհարկե կարող է մտածեն, էս է հուպ կտանք կանցնենք գոնե 50+1-ը, բայց այսօր լավ հաշիվներ են պետք։ Հիմա օրինակը բերեմ Գերմանիայից, հա, որտեղ Գերմանիան ինձ համար մոդելային է, ոչ թե լավ է, վատ է, լավ է նախ առավելությունը ինքը որպես կուսակցապետություն, ինքը լավագույններից է, դեմոկրատիան լավագույններից է եւ երկիրներ զարգացող, Գերմանիան ինչ է լինում ԿԴՄ-ն երբ որ չի կարողանում առաջ անցնել, նրա կողքին անմիջապես այդ որ ասեց 50+1-ը չի լրացնում եւ որպես կանոն չի լրանում, այսինքն այնտեղ էլ կուսակցական դիկտատուրա չի առաջանում, դա դրագաման է։ Այնտեղ քրիստոնյա սոցիալական միությունը, որ Բավարիայի ԿԴՄ-ն է, անմիջապես կոալիցիոն ձեռք է մեկնում, իրենք հարցը փակում են ԿԴՄ-ն զիջում է քաղաքականության մեջ սոցիալական ոլորտներում, որտեղ նա ավելի սոցիալական է, Գերմանիան շարժում է կամ սոցիալ-դեմոկրատներն անցնում են, ուրեմն Գերմանիայում կան նաև ազատ դեմոկրատական կուսակցություն կա, փոքր, բայց երկուսն շատ կազմակերպված են, եթե վերցնեք շատ ավելի հզոր են, քան շատերն են, իրենք այդպես են, ամենիսավես սոցիալ-դեմոկրատների հետ դաշինք են կազմում եւ այս իմ ասած մահացու վիճակը Գերմանիայում չէ թողում առաջանալ, Հայաստանում դա կարող առաջանալ։